Բարև ձեզ հարգելի ընկերներ, ես Մայիս Մարգարյանն եմ, Microsoft Excel on-line դասընթացներ Facebook-յան էջի admin-ն ու տրեյները։ Գաղտնիք չէ, որ Excel-ը հրաշալի ծրագիր է, որն ունի բազմաթիվ հնարավորություններ, որոնց միջոցով մենք կարող ենք հասնել զգալի արդյունքների։ Մասնավորապես Excel-ի լավ տիրապետումը թույլ է տալիս շեշտակիորեն ավելացնել աշխատանքի արդյունավետությունը, խուսափել սխալներից, կառավարել ռիսկերը, օգնում է կողմնորոշվել տարբեր իրավիճակներում և այլն և այլն։ Excel-ով հնարավոր է ստեղծել բազմազան ֆորմաներ, որոնք աշխատանքի տարբեր բնագավառներում կարող են օգտակար լինել ինչպես աշխատակիցներին, այնպես էլ նրանց կողմից սպասարկվող հաճախորդներին։ Այդպիսի մի ֆորմա պատրաստել եմ ես այսօր և կցանկանայի այն ներկայացնել ձեզ։ Սույն տեսահոլովակով ես կփորձեմ ցուցադրել այս ֆայլից օգտվելու ձևը։ Մեր առջև մատրիցա է, որտեղ այսպես տողով F2-ից L2 միջակայքում ընկած տողում նշված են հիպոթեկային վարկի հայաստանյան շուկայի պայմաններում առավելապես հաճախ հանդիպող տոկոսադրույքները, ինչպես նաև E3-ից E18 տիրույթում նշված է հիպոթեկային վարկի մարման ժամկետների տարբերակները 60 ամսից մինչև 240 ամիս, այսինքն 5 տարուց մինչև 20 տարի։ Այս ֆայլը հատկապես օգտակար կլինի այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են, պատրաստվում են դիմել հիպոթեկային վարկի։ Եթե մենք B2 վանդակում նշենք այն գումարը, որը ցանկանում ենք ստանալ բանկից բնակարան ձեռք բերելու նպատակով, օրինակ 15 միլիոն դրամ, ապա Excel-ի հարևան մատրիցայում Excel-ը կկատարի հաշվարկներ։ Տարեկան տոկոսադրույքի և մարման ժամկետի յուրաքանչյուր զույգի համար նշելով վարկի ամսական վճարի մեծությունը։ Իհարկե սա այն դեպքում, երբ վարկի մարումը կատարվում է աննուիտետային, այսինքն ամսական հավասարաչափ մարումների եղանակով, ինչը հայաստանյան հիպոթեկային շուկայի պայմաններում հիմնականում այդպես է։ B2 և B3 վանդակներում մենք պետք է տանք մեր հնարավորությունների սահմաններում այն միջակայքը, որից մենք կարող ենք գումարներ հատկացնել հիպոթեկային վարկի մարմանը։ Դիցուք մենք նախատեսում ենք, որ հիպոթեկային վարկի մարմանը կարող ենք հատկացնել 140,000 դրամից մինչև 140,000 դրամից մինչև 170,000 դրամ։ Երբ որ այս գործողությունն ավարտում ենք, Excel-ը հարևան մատրիցայում վարդագույն ներկով ներկում է այն վանդակները, որոնց դեպքերում վարկի ամսական մուծման մեծության գումարները տեղավորվում են B2 և B3 վանդակներով տրված միջակայքում։ Այսպիսով մենք կարող ենք մեր ապագայում ստացվելիք վարկի տոկոսադրույքի և ժամկետի համադրությունները որոնել միայն այս ներկված միջակայքում, քանի որ մեր իսկ կողմից տրված ամսական վճարի հնարավորության պայմաններում մյուս տարբերակներն պարզապես անիմաստ է դիտարկել։ Այս միջակայքերը կարող ենք փոփոխել կամ կարող ենք փոփոխել վարկի մեծությունը։ Դիցուք դիմում ենք 13 միլիոն դրամի, և նախատեսում ենք նույն 140-ից 170,000 դրամը։ Կրկին Excel-ը նշում է այն վանդակները, որոնք մեզ համար պետք է լինեն դիտարկելի։ Մի քանի անգամ էլ փոփոխենք այս միջակայքերը, խնդրեմ ավելացան, և օրինակ նվազագույնը 160,000 ենք դիտարկում, ներողություն,
մեծ թիվ ստացվեց, խնդրեմ։ Այսպես դինամիկ կերպով Excel-ը օգնում է մեզ կողմնորոշվել ինչ ժամկետով և ինչ տոկոսադրույքների սահմաններում պետք է դիտարկել մեր ապագա վարկը և ինչպիսի մուծումներ են այնտեղ մեզ սպասում, տարբերակներից յուրաքանչյուրը։ Սիրելի ընկերներ, տիրապետելով Excel-ին կարելի է ստանալ այսպիսի բազմաթիվ ֆորմաներ, որոնք շեշտակիորեն կբարելավեն մեր աշխատանքը, կբարձրացնեն դրա արդյունավետությունը։ Սովորեք Excel, հրաշալի ծրագիր է սա, բազմաբնույթ հնարավորություններով, գրեթե անսահման հնարավորություններով։ Այս ֆայլը կարող եք ստանալ մեր էջից, եթե հղումով անցնեք և լրացնեք համապատասխան ֆորման, հղումը գտնվում է YouTube-յան այս տեսահոլովակի անմիջապես տակը մեկնաբանություններում, ինչպես նաև կտեղադրվի մեր էջում, որը մենք փորձենք հաճախակի շրջանառել։ Ֆորմայում անհրաժեշտ է լինել ու լրացնել ընդամենը ձեր անունը, ազգանունը, մասնագիտությունը և էլեկտրոնային հասցեն, որին պետք է ուղարկվի այս ֆայլը։ Շարունակեք հետևել Facebook-յան մեր էջին, ձեզ կսպասեն բազմաթիվ անակնկալներ, ծանոթացեք մեր էջի կողմից կազմակերպվող դասընթացներին, խորացված Excel, պրոֆեսիոնալ Excel, Excel-ի ֆունկցիաներ, շուտով Excel-ի և HC6 համատեղ աշխատանք կուրսը կմտնի շրջանառության մեջ և այս տարի ևս մի քանի թեմատիկ կուրսեր կունենանք։ Շնորհակալություն եմ հայտնում ուշադրության համար, հարգելի ընկերներ, մինչ նոր հանդիպում։